Եհովայի վկաներ 1870-ական թվականներին ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Պիտսբուրգ քաղաքում մի խումբ ադվենտիստներ Չարլզ Ռասելի գլխավորությամբ սկսում են աստվածաշունչ ուսումնասիրողների շարժումը։ 1884 թվականին Ռասելը հիմնում է Սիոնի դիտարանի և թերթիկի ընկերությունը և դառնում ընկերության առաջին նախագահը։ 1917 թվականին Ռասելի մահվանից հետո դիտարանի կազմակերպության երկրորդ նախագահն է դառնում Ջոզեֆ Ռաթերֆորդը, ով որ նախկինում դատավոր էր։ 1930-ական թվականներին աստվածաշունչ ուսումնասիրողների շարժման մեջ պառակտում է սկսվում և 1931 թվականին Ռաթերֆորդը իր աստվածաշունչ ուսումնասիրողների խումբն առանձնացնելու համար նրանց կոչում է Եհովայի վկաներ։ 1942 թվականին դիտարանի կազմակերպության երրորդ նախագահ է դառնում Նաթան Նորը, որի գլխավորությամբ էլ հենց ստեղծվում է Եհովայի վկաների նոր աշխարհ աստվածաշնչի թարգմանությունը, որը որ պարունակում է 2000-ից ավել դավանաբանական շեղում բնագրից։ Եհովայի վկաները իրենց պատմության ընթացքում բազում անգամներ կանխատեսել են Քրիստոսի երկրորդ գալուստը 1914 թվականին, 1918 թվականին կամ 1925 թվականին։ Հետո երկրորդ գալստյան թիվը փոխվեց 1975 թվականով, բայց վերջին կանխատեսման ձախողումից հետո էլ Եհովայի վկաները այլևս տարեթիվ չեն հայտնում երկրորդ գալստյան մասին։ Եհովայի վկաները չեն ընդունում երրորդությունը, հետևաբար չեն ընդունում Քրիստոսի աստվածությունը, այդ թվում նաև Սուրբ Հոգու աստվածությունը, կարծում են, որ Սուրբ Հոգին Աստծո գործող ուժն է, Հիսուս Քրիստոսն էլ Աստծո առաջին արարածը։ Չեն ընդունում, որ Հիսուս Քրիստոսը խաչվել է խաչի վրա, այլ հավատում են, որ մահացել է սյան վրա, բայց չնայած դրան մինչև 1996 թվականը իրենց դիտարանի ամսագրի վրա պատկերում էին խաչը, կտրականապես մերժում են բոլոր տոները, Սուրբ Ծնունդը, Զատիկը, նույնիսկ իրենց սեփական ծնունդը չեն նշում, զենք վերցնելը համարում են մեղք, զինվորական ծառայությունը հայրենիք պաշտպանելը համարում են մեղք ու բնականաբար իրենց կազմակերպությունից դուրս ցանկացած ուրիշ այլ հոգևոր կազմակերպություն համարում են սատանայի գործ և սխալ։ Եհովայի վկաները Հայաստան են հասել Խորհրդային Միության տարիներին, երբ որ 1975 թվականին ոմն Սերգեյ Ավետիսյան Ռուսաստանից ժամանում է Հայաստան և սկիզբ դնում Եհովայի վկաների կազմակերպության գործունեությանը Հայաստանում։ Եհովայի վկաների կազմակերպությունը հանդիսանում է տոտալիտար աղանդ, այսինքն որտեղ բոլոր անդամները լրիվ վերահսկողության տակ են գտնվում ու նույնիսկ մի տոնածառի տեղադրումը կարա ամբողջ ընտանիքից երես թեքելու պատճառ դառնա։ Այդպիսի դեպքեր էլ են լինում, երբ որ ծնողները այլևս չեն շփվում իրենց երեխաների հետ, քանի որ երեխաները տանը տոնածառ են դրել։ Կյանքի խոսք 1983 թվականին Շվեդիայի Ուպսալա քաղաքում պաստոր և թեոլոգ Ուլֆ Էկմանը հիմնադրում է Կյանքի խոսք եկեղեցին։ Կյանքի խոսքը, ինչպես իրենց անդամներն են ասում, ավետարանական եկեղեցի չի, Կյանքի խոսքը հոգեգալստական նեոխարիզմատիկ խումբ է, այսինքն ամբողջությամբ կրում են հոգեգալստական հավատալիքները, լեզուներով աղոթքը, բարգավաճման ավետարանի քարոզումը, այսինքն երբ որ պաստորները քարոզում են, որ քրիստոնյան պետք է հարուստ լինի, ամեն ինչով ապահովված լինի ու նաև պարտադիր են համարում լեզուներով խոսելը, իհարկե լեզուներով խոսելը դա այն լեզվախոսությունը չի, որը որ տեսնում ենք Նոր Կտակարանում, թույլ են տալիս կանանց քարոզել իրենց եկեղեցու մեջ, բայց այնուամենայնիվ Կյանքի խոսքի հետևորդները քրիստոնյաներ են, որոնք շատ հաճախ մեզնից էլ լավ տիրապետում են Սուրբ Գրքին, ունենում են ավելի լավ հոգևոր դաստիարակություն և նաև իրենց սուրբ գրային գիտելիքներով օրինակ են ծառայում մյուս քրիստոնյաներին։ Վերնատուն սա ևս հոգեգալստական նեոխարիզմատիկ խումբ է, սերտ կապված Կյանքի խոսքի հետ, նաև ունեն իրենց եկեղեցու կազմում աղոթքի տուն կոչված ծառայությունը, նաև վերջին շրջանում ամեն շաբաթվա շաբաթ օրը քարոզում են Հյուսիսային պողոտայում, կրկին ինչպես մնացած բոլոր հոգեգալստականները կիրառում են լեզվախոսությունը, ինչպես հենց Կյանքի խոսքը պարտադիր են համարում լեզվախոսությունը, այսինքն եթե լեզուներով չես խոսում Սուրբ Հոգի չունես, ինչպես Կյանքի խոսքը, այնպես էլ նրանք աչքի են ընկնում կեղծ բժշկություններով, օրինակ ունեն մի շատ հայտնի հնարք, որը որ անում են, դա կարճ ոտքի երկարացումն է, ցույց են տալիս, թե իբր կարողանում են երկարացնել մարդու կարճ ոտքը, բայց իրականում այդ հնարքը վաղուց բացահայտված է ու այս հնարքի հիմքում ընկած է մարդկանց կրունկները հետ առաջ անելով տպավորություն ստեղծել, թե իբր կարճ ոտքը երկարում է։ Մորմոնները իրենց կոչում են Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի, որի
որի հիմնադիրը եւ կենտրոնական կերպարն է ամերիկացի Ջոզեֆ Սմիթը, ով որ 1838 թվականին ԱՄՆ-ում հիմնադրել է Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցին։ Իսկ ինչի է այսօր աշխարհը կոչում նրանց մորմոններ, որովհետեւ Ջոզեֆ Սմիթի պատմության մեջ, երբ որ նա հանդիպում է հրեշտակին, որը որ նրան տալիս է ոսկյա թիթեղներ, որոնք որ իբր թե նոր վկայություն են Հիսուս Քրիստոսի մասին, ու թիթեղների թարգմանության առաքելության ընթացքում Ջոզեֆ Սմիթը հասկանում է, որ թիթեղների հեղինակը Woman Mormon մարգարեն է, ու թիթեղների թարգմանության արդյունքում հրապարակված գիրքն էլ հենց կոչվում է Մորմոնի գիրք։ Դե այս ամեն ինչը ենթադրաբար տեղի է ունեցել համաձայն Ջոզեֆ Սմիթի վկայության, բայց եթե մի փոքր ուսումնասիրում ենք Ջոզեֆ Սմիթի կյանքը եւ գործունեությունը, պարզ է դառնում, որ Ջոզեֆ Սմիթը իրականում շատ լավ երևակայություն ուներ։ Այսօր Միացյալ Նահանգների Յուտա նահանգը ամբողջությամբ գտնվում է մորմոնների հսկողության տակ, իսկ նահանգի կենտրոն Սոլթ Լեյք Սիթին հանդիսանում է մորմոնիզմի կենտրոնը։ Երիտասարդները, որոնց որ տեսնում ենք փողոցներում սպիտակ վերնաշապիկով ու սև բեյջով իրենց կրծքին, իրականում պատահաբար չեն հայտնվել մեր երկրում, այլ մորմոնների կազմակերպության օրենքով, համաձայն որի ցանկացած անձ իր 18 տարին լրանալուց հետո պիտի 2 տարի զբաղվի միսիոներությամբ օտար երկրում։ Այս բոլոր թվարկված աղանդների մեջ մորմոնները թերևս ունեն ամենատարօրինակ վարդապետությունը։ Մորմոնները ընդունում են երրորդությունը, բայց այնպես չէ, ինչպես որ ընդունում են առաքելահիմն եկեղեցիները եւ բողոքականները։ Մորմոնիզմի մեջ ցանկացած մարդ իր մահից հետո կարող է դառնալ Աստված։ Ըստ մորմոնիզմի վարդապետության, մեր Աստված նույնպես իր մարդկային կյանքից հետո կարողացել է դառնալ Աստված եւ արարել է երկիրը եւ մեզ։ Եվ ասում են, որ մեր Աստված բնակվում է տիեզերքում իր մարդկային մարմնով կալոբ կոչված ինչ-որ մոլորակի վրա։ Առաջին հայ մորմոններն են եղել Woman Վարդուղյան ազգանունով մեկը եւ իր ընտանիքի անդամները, ովքեր որ 1885 թվականին Արևմտյան Հայաստանում մկրտվել են եւ դարձել մորմոնի եկեղեցու անդամ։ Դե իսկ արդեն երրորդ հանրապետության տարիներին 1994 թվականին Երևանում բացվում է կազմակերպության մասնաճյուղը։ Բապտիստներ։ Բապտիստների եկեղեցին ինչպես վերնատուն է եւ կյանքի խոսքը բողոքականության մեջ ձևավորված ուղղություն է։ Բապտիստների անվանումը գալիս է մկրտությանը առանձնահատուկ դեր տալուց, քանի որ ընդունում են, որ մկրտությունը պիտի լինի գիտակցված եւ ապաշխարությամբ։ Հետևաբար չեն ընդունում մանուկների մկրտությունը, քանի որ ըստ իրենց մանուկները չեն կարող գիտակցել։ Հետաքրքիրը այն է, որ առաջին բողոքականները, ինչպիսիք էին օրինակ լյութերականները, կալվինիստները, նրանք ընդունում էին մանուկների մկրտությունը, ու հենց առաջինները, ովքեր որ սկսեցին քարոզել մանուկներ չմկրտելը, հենց բողոքականներն էին, ովքեր որ սկզբում կոչվում էին անաբապտիստներ, այսինքն վերամկրտողներ։ Անաբապտիստների առաջին եւ մեծագույն հալածիչները հենց ռեֆորմիստներն էին։ Հալածանքները հասնում էր նույնիսկ սպանությունների, քանի որ անաբապտիստները քարոզում էին երկրորդ մկրտություն, ռեֆորմիստները խեղդում էին անաբապտիստներին գետում, ասելով սա էլ ձեզ երրորդ մկրտությունը։ Ու ամենահետաքրքիրը այսօր այն է, որ այսօր բապտիստները լինում են երկու տեսակի՝ ավանդական պահպանողական բապտիստներ եւ ռեֆորմացված բապտիստներ, ովքեր որ ընդունել են Ջոն Կալվինի ուսմունքը։ Չնայած նրան, որ Կալվինը ընդհանրապես համաձայն չէր այսօրվա բապտիստների քարոզածի հետ, բայց այս ամեն ինչը մի կողմ դնելով պիտի ասենք, որ այսօր բապտիստները բողոքականության մեջ ամենաադեկվատ ճյուղերից մեկն են։ Բապտիստները ոչինչ չեն հասցնում ծայրահեղության։ Ադվենտիստների հիմնադիրը կեղծ մարգարե Ուիլյամ Միլլերն է, ով որ ադվենտիզմի շարժումը սկսել է 1830-ական թվականներին։ Ադվենտիզմ բառը գալիս է adventus լատիներեն բառից, որը նշանակում է գալուստ, եւ Ուիլյամ Միլլերը 1844 թվականին կանխատեսում էր Քրիստոսի երկրորդ գալուստը, բայց իր կեղծ մարգարեությունից հետո տեղի ունենում ադվենտիստների շրջանում մեծ պառակտում, ինչի արդյունքում էլ որ առաջանում են 7-րդ օրվա ադվենտիստները, որոնց հիմնադիր են համարվում White ամուսինները, հանձինս Հելեն White-ը։ Ադվենտիստները եւ նրանց ուսմունքը մեծ դեր են խաղացել Եհովայի վկաների առաջացման գործում, քանի որ հենց Չարլզ Ռասելը եւ նրա հիմնած Աստվածաշունչ ուսումնասիրողների շարժման անդամների մեծ մասը հենց ադվենտիստներ էին։ Ադվենտիստները չեն հավատում դժոխքի գոյությանը, խոզի միշտ չեն ուտում, համարում են, որ արգելքը չի հանվել, եւ նրանց հիմնական տարբերությունը մնացած քրիստոնեական եկեղեցիներից այն է, որ ինչպես հրեաները հին ուխտում, նույնպես եւ նրանք պահում են շաբաթ օրը, այսինքն չեն ընդունում կիրակի օրը հավաքվելը։